Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, սպասիր ինձի հերթական թողարկումն է եթերում։ Ողջույն, նոր թողարկում, նոր պատմություններ, նոր անուններ եւ այս ամենի հետ մեկտեղ նոր վախեր ու կասկածներ։ Այո, բոլոր հուսադրող ու բարի իրադարձությունների կողքին կան նաեւ այս երևույթները, ու դրանց մասին անհրաժեշտ է խոսել։ Մեզ դիմողները միշտ չէ, որ վստահ են անում իրենց քայլերը։ Եթերում դուք տեսնում եք մարդկանց, որոնք պատմում են իրենց կյանքի պատմությունը, բայց երբեմն նրանց հետ նախապես տարվող աշխատանքը ավելի բարդ է լինում։ Կասկածներն ու վախը հաճախ ուղեկցում են մեր հայտատուներին նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն ձեռք են բերվել նկարահանումների պայմանավորվածություններ։ Իսկ եթե ինձ սխալ հասկանան, իսկ եթե նա չուզի արձագանքել, իսկ եթե ազգականներս ինձ չհասկանան, եւ նմանատիպ տասնյակ հարցեր են տանջում հայտատուների միտքը։ Մենք լսում ենք յուրաքանչյուրին, հասկանում ենք յուրաքանչյուրի մտավախությունը, նրանց կողքին ենք լինում այնքան, մինչև կասկածները ցրվեն ու խորհուրդ ենք տալիս միայն մի բան։ Կյանքը մեկն է, ժամանակն էլ արագ է թռչում։ Մի կորցրեք մտերիմ մարդու ներկայությունը վայելելու թանկ հնարավորությունը։ Երբ չգիտես, որտեղից սկսել մարդու որոնումները, դա իհարկե բարդացնում է գործընթացը, բայց այն չի դարձնում անհույս։ Այսօր այդ հույսով մեր տաղավար է եկել «Սպասիր ինձ» հաղորդաշարի մի հեռուստադիտող։ Լսենք նրա պատմությունը։ Տիկին Ջեմա, բարի երեկո, խնդրում եմ համեցեք։ Ես Ջեմա Ստեփանյան եմ Երևանից, փնտրում եմ քրոջս տղային, Թաթևոսյան Թաթևոս Մերուժանի։ Ծնված 68 թիվ 1900 Երևանում։ Ինչպես ինչ հանգամանքներում է ընդհատվել նրա հետ կապը կամ ինչպես է նա կորել, եթե այդպես է։ 2002 թվին իր մաման մահացել է, ինքը դեռ Երևանում էր, ու մի քանի ամիս հետո ինքը գնաց Մոսկվա աշխատանքի։ Այդ ընթացքում կապ ունեցել է ձեզ հետ կամ մյուս ազգականների։ Այդ ընթացքում ունեցել է ինձ հետ, իր եղբոր երեխաների հետ։ Հետո 4 տարի հետո մնալուց իմացել է, որ իր պապան մահացել է, ու այդ օրվանից ոչ մի կապ չունենք։ Մինչ սպասիր ինձի միջոցով որոնումներ նախաձեռնելը փորձել եք որևէ կերպ տեղեկություն հայտնել նրա մասին։ Ես չէ, իր եղբայրները փորձել են, ոչ մի կապ չկա։ Իսկ գիտեք արդյոք Մոսկվայում ինչով էր զբաղվում, ուներ արդյոք ընտանիք։ Չէ, ընտանիք չուներ, որ գնացել է, աշխատանքի էր գնացել։ Անձամբ ձեզ համար ի՞նչն է շարժառիթ եղել այս որոնումները սկսելու ու այսօր մեզ մոտ գալու համար։ Որտեղ ոչ ոք չկա իրան արդեն մոտիկ, ես եմ իր մոր քրն եմ։ Ուզում եմ անպայման գտած լինեմ էլի։ Արդեն 15 տարի է կապի դուրս չի եկել։ Մենակ ինչ չէ, իրան եղբոր երեխաների հետ ավելի մոտիկ ա եղել էլի։ Ինչ մասնագիտություն ուներ եւ արդյոք մասնագիտությամբ էր աշխատում։ Չէ, չուներ մասնագիտություն, գնացել էր աշխատելու։ Իսկ գուցե վարկածներ ունեք դուք, օրինակ ինչ կարող էր լինել, ինչ է պատահել։ Չեմ անում, չգիտեմ։ Եվս մեկ անգամ կխնդրեմ անուն ազգանուն հայրենուն ասել։ Թաթևոսյան Թաթևոս Մերուժի։ Պետք է ձեզ խնդրեմ, որ փորձեք ձևակերպել եւ հենց Թաթևոսին դիմելով ասեք այն ամենը, ինչ կուզեիք ասել, եթե տեսնեիք նրան հիմա։ Թաթևոս ջան, ես խնդրում եմ, եթե դու ինձ լսում ես, տեսնում ես, բոլորս քեզ սիրում ենք, սպասում ենք։ Շնորհակալություն, որ այսօր եկել եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Դե ինչ, հիմա հերթը ձերն է, սիրելի հեռուստադիտողներ։ Հուսով ենք ուշադիր եք եւ ձեզնից որևէ մեկը անպայման կճանաչի այս պատմության հերոսին եւ կկարողանա տեղեկություն հաղորդել նրա մասին։ Ասում են, տունն այնտեղ է, որտեղ ձեզ սիրում են ամենից շատ, ու երևի իրոք այդպես է։ Երևի որքան էլ սիրված ու հարգված լինես, միևնույն է, ընտանիքից առավել ոչ ոք չի կարողանա քեզ սիրել։ Հենց տանը գիտեն քո բոլոր թերությունները, խնդիրները, բնավորության բացասական կողմերը
ու միևնույն է, անշահախնդիր կերպով սիրում են քեզ, միայն այն բանի համար, որ դու պարզապես կաս։ Դե տունը եւ հատկապես սիրող ընտանիքով տունը նաեւ այն վայրն է, որտեղ ուզում ես վերադառնալ։ Աշխարհի որ ծայրում էլ լինես, ինչ հաջողությունների էլ հասնես, ինչպես էլ քեզ ընդունեն դրսում, վերջում միևնույն է տան մասին ես երազում։ Դժվար է այն մարդկանց համար, որոնք հեռացել են հարազատ պատերից, օջախից, որը միշտ ջերմացրել է հոգին։ Տնից ու ընտանիքից հեռու ոչ լիարժեքության զգացումը արտահայտիչ է դառնում, կարոտն էլ խլացնող։ Ու նրանք, ովքեր տանն են, սպասում են անհամբեր, որ մի օր կվերադառնա նա, ով պակասում է, ու տունը կլցվի, ամբողջական կդառնա։ Մնում է միայն գտնել տան ճանապարհը։ Մնում է միայն վերականգնել այն կամուրջը, որը հեռավորության ու բաժանման բոլոր պատճառները անտեսելով կբերի ձեզ այնտեղ, որտեղ ձեզ սիրում են ամենից շատ։ Կբերի տուն։ Կբերի արդյոք դեպի տուն նրան, ում փնտրում է մեր հերթական հայտատուն։ Հուսանք այո, իսկ որոնումները կսկսվեն հենց այս պահից։ Ծաղիկների գործ սիրում եմ, ծաղիկ մշակել եմ սիրում, ունեմ, մեր այգում էլ ունեմ ծաղիկներ, կակաշներ, վարդեր, գալիս եմ աղջկաս օգնում եմ, միասին թաթեթավորում ենք, օրվա երկրորդ կեսն էլ ես լինում եմ գյուղում, մեր տանը։ Ամալյան որոնում է եղբոր Ռաֆիկ Պետրոսյանի որդուն, Անդրեյ Պետրոսյանին։ Պետրոսյաններն ու զավակ ունեին, 3 որդի, 5 դուստր։ Ապրում էին Վարդենիսում, զբաղվում անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ամեն օր դասերն ավարտելուն պես Ռաֆիկը վազում էր հայրիկին օգնելու։ Ծառերից միրգ էր հավաքում, խոթուն ծանում։ Առևտրին մասնակցել Ռաֆիկին չէր թույլատրվում։ Վերադառնում էր տուն, արագ սովորում դասերն ու քրոջ հետ պակ իջնում։ Ամեն ինչ շատ լավ էր, մեր մանկությունը շատ լավ անցել։ Մեծացել ենք միասին, դե ամեն հարցով մեզ օգնել է, խորհուրդներ տվել, ինչպես պահել, ինչպես դրսևորել մեր օրը։ Մեծացել ենք շատ հանգիստ, լավ մթնոլորտում, խաղաղ, երջանիկ։ Դպրոցն ավարտելուց հետո Ռաֆիկը մեկնեց զինվորական ծառայության, Չիտա քաղաք։ 1977 թվականին նա հարազատներին հայտնեց, որ ուզում է որոշ ժամանակ աշխատել Ռուսաստանում, գումար հավաքել, նոր վերադառնալ հայրենիք։ Ռաֆիկը տեղափոխվեց Դոնի Ռոստով քաղաք, աշխատանքի անցավ տեղի կոմբայնի գործարանում։ Աշխատավայրում տղան ծանոթացավ Գալինա Սարոկինայի հետ։ Աղջիկը կռունկավար էր։ Կարճ ժամանակ անց Ռաֆիկն ու Գալինան ամուսնացան, սկսեցին ապրել Վյատսկայա 812 հասցեում։ 1980 թվականին ծնվեց նրանց որդին, Անդրեյը։ Այս եղբայրս է, իր երեխու հետ, այստեղ երեխան երևի մի տարեկան։ Կեսարիս հետ եմ գնացել այնտեղ, մի քանի օր մնացել ենք, մի շաբաթ։ Իրանց հետ նորմալ օր ենք անցկացրել, մեզ տարել են, ման են տվել տարբեր տեղեր, մեր տունն էլ են եկել օրերով մնացել, գյուղն էլ են գնացել, Վարդենիս ընդեղել են մնացել, միշտ էլ եղել է, գնալ, գալ, անցուդարձ, ինքը գալիս է իր սեփական մեքենայով, գնում էր գյուղ, գալիս էր ստեղ, մնում էր օրերով, ման էին գալի։ Վարել ես վանիկ ճապ թոնիրը։ Հիմա հաց կտխենք, լավաշ, ձեզ կհյուրասիրենք։ Թոնրատանը տաք լավաշ ուտելու արարողությունը Դոնի Ռոստովից ժամանած հյուրերի ամենասպասված պահն էր։ Թոնրից հանած առաջին լավաշն Անդրեյինն էր։ Կիսում էր 2 մասի, մի մասն իրեն էր պահում, մյուսը տալիս ծնողներին։ Շատ խելացի երեխա էր, զսպած, չափած, ձևած։ Ռագատկա էին սարքում, տալիս էին ձեռը, խաղում էր, հետո կռիվ էին անում իրար հետ։
խաղի պարագաների համար։ Մենք սիրել ենք։ Մենք էլ ենք սիրել։ Դե որ երեխային կարար չսիրես քո եղբոր երեխան, ցանկացած երեխան սիրում ես։ Հարիկի սիրում լավաշից մի հատ տակ կերեք, զգուշ կուտես, ձեռքերը չվառես։ Գալինայի ու Ռաֆիկի համատեղ կյանքը տևեց 10 տարի։ 1990 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Գալինան որդու հետ տեղափոխվեց ծնողների տուն, Չեբոքսարի քաղաք։ Ռաֆիկը շարունակում էր ապրել Դոնի Ռոստովում։ Հայրը որդուն հաճախ էր այցելում։ Սկզբից շատ նորմալ են եղել, այս վերջի տարին չգիտեմ ինչ էր իրանց մեջ կատարվել, իրարից բաժանվել էին, բայց ինքը չէր գալի մեր մոտ, ասում էր ես իմ տղային չեմ թողնի այնտեղ գամ։ Դե սիրում էր որ չէր կարող թողներ գար, ասում էր ես ընդ տղա ունեմ, ոնց թողնեմ գամ, կինն էլ ստե չի գա Հայաստան, եկել են մի մոմենտ մնացել են, բայց ինքը չէր հարմարվում ստեղին։ Ռաֆիկի եւ Գալինայի ամուսնալուծությունից հետո հարազատներն Անդրեին այլևս չտեսան։ Երեխայի մասին միշտ հարցուփորձ էին անում, իմանում բոլոր նորությունները։ 1991 թվականի ամռանը Ռաֆիկը քրոջն այցելեց վերջին անգամ։ Դեկտեմբերի 24-ին Պետրոսյաններն իմացան, որ Ռաֆիկը վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել է։ Ռաֆիկի մահից հետո հարազատները կորցրին կապը նաեւ Անդրեի եւ Գալինայի հետ։ Մարդ գնում է օտարին է մոտիկություն անում, որ հարասատ ունենա, կապ ունենա, գնա գա, բայց մեր արյունն է։ Մենք էլ ենք ուզում, ասենք գտնենք էլ երեխա է, միգուցե կուզենա շփվի, չուզենա շփվի, չգիտեմ, ժամանակ ամեն ինչ ցույց կտա։ Անդրեյ ջան, մենք երկար ժամանակ ցանկություն ենք ունեցել փնտրել քեզ, բայց չի ստացվել։ Հիմա հնարավորություն է եղել, ուզում ենք քեզ գտնել, շփվել, Ազիզ ջան։ Եթե ցանկություն ունես, շփվի մեր հետ։ Սպասիր ինձի հայտատուները գիտեն ինչ է անհրաժեշտ որոնումներ սկսելու համար։ Իհարկե, բացի հայտ լրացնելուց, այն ինչ կարող է օգնել ավելի արագ գտնել որոնվողին, դա վերջինիս լուսանկարն է։ Հիմա կցուցադրենք լուսանկարներից մի քանիսը, իսկ դուք ուշադրությամբ դիտեք ու հնարավոր է ճանաչեք դրանցում պատկերված մարդկանցից որևէ մեկին։ Օքսանան փնտրում է իր պապիկի Համբարձում Նալբանդյանի հարազատներին։ Համբարձումը 3 քույր է ունեցել՝ Փեփուշը, Արուսն ու Զինան։ Զինան ամուսնությունից հետո փոխել է ազգանունը, դարձել Վարդանյան։ Հայրենական մեծ պատերազմից հետո Համբարձում Նալբանդյանն իր կնոջ հետ ապրել է Ուկրաինայում։ Օքսանայի հայրը ծնվել է այնտեղ։ Հարազատների հետ կապը խզվել է 1988 թվականի երկրաշարժից հետո։ Նախկինում Համբարձումի ընտանիքն ապրել է Երևանում, Թամանցիների 4 հասցեում։ Լուսանկարում պատկերված է Գագիկ Պարքևի Բադալյանը, որն այս տարի կդառնա 65 տարեկան։ Գագիկը Գեղարոտ գյուղից է, ապրել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել Սոչի։ Դստեր Լուսինեի հետ վերջին անգամ հանդիպել են 8 տարի առաջ, սակայն Լուսինեն չի կորցնում հույսը, որ հայրը կարձագանքի եւ նրանք նորից կհանդիպեն։ Ազատ Բալաբեկի Վարդանյանը ծնվել է 1971 թվականին Ճամբարակ քաղաքում։ Նրան է որոնում Զարմուհին, Շուշաննան։ Ազատն արդեն 24 տարի կապի դուրս չի գալիս հարազատների հետ։ Անահիտ Եղիշի Քոչարյանին կամ նրա երեխաներին են որոնում ազգականները։ Մոտ 10 տարի առաջ նա Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից վերադարձել է հայրենիք, Հայաստան։ Դրանից հետո կապը նրա հետ խզվել է։ 1956 թվականին ծնված Եվգենի Մանուկյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում։ Վերջին անգամ ընտանիքի հետ կապի է դուրս եկել 37 տարի առաջ։ Ազգականները խնդրում են արձագանքել բոլոր նրանց, ովքեր կարող են որևէ տեղեկություն տրամադրել նրա մասին։ Արագած Ավետիսյանին է փնտրում ընկերը, Սերգեյը, կամ ինչպես նրան բանակում էին անվանում, Սուրբը։ Ընկերների զինվորական ծառայությունն անցել է Կոմի Հանրապետության Վոժայոլ ավանում։ Այս լուսանկարում Խաչիկ Համբարձումյանն է։ Երկար տարիներ նրա մասին փորձում է տեղեկություն գտնել որդին, Արթուրը։ Ըստ վերջին ինֆորմացիայի, Խաչիկը բնակվել է Երևանում։
Որտեղ է նա հիմա, պարզ չէ։ Վարսիկը խնդրում է արձագանքել Հայկուս Ծատերյանին, իր պատանեկության տարիների ընկերուհուն։ Վերջիններս սովորել են տեխնիկումում։ Վարսիկը տեղյակ է, որ ուսումն ավարտելուց հետո Հայկուշը վերադարձել է հարազատ մեղրի, ամուսնացել է և 2 երեխա ունեցել։ Այնուհետև կապն ընկերուհիների միջև ընդհատվել է։ Լուսանկարում Հովհաննեսն է, նա փնտրում է իր որդուն, Սաշա Մամունյակին։ Տղան ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 5-ին, Ուկրաինայի Վինիցիայի մարզի Տուլչինի շրջանի Նեստերվարկա գյուղում։ Այս լուսանկարից ունի նաև Սաշայի մայրը, Գալինա Մամունյակը։ Աննա գիտեիր, որ կնոջ սիրտն ավելի արագ է զարկում, քան տղամարդունը։ Միջինում 6-ից 10-ով ավելի շատ են կնոջ սրտխփոցները։ Լսել էի, որ նման փաստ գոյություն ունի, բայց այդ երևույթի պատճառն ու հետևանքները չեմ ուսումնասիրել։ Իսկ դու գիտես պատասխանը ինչու է այդպես։ Պարզապես փորձում էի հասկանալ կանանց եւ տղամարդկանց որոշ արարքների պատճառները եւ նման տեղեկություն տեսա։ Մտածում եմ, միգուցե սրտի զարկերի քանակը դեր է խաղում որոշումներ կայացնելու գործում։ Եթե նկատի ունես սպասիր ինձին դիմելու որոշում կայացնելը, ապա այս դեպքում սրտի զարկերի հաճախականությունը էական դեր չի խաղում։ Վերջերս մեր խմբագրության աշխատակիցները փորձեցին ստուգել մեր նախագծին դիմելու վիճակագրությունը եւ չգտան էական տարբերություն։ Գրեթե հավասար թվով կանայք եւ տղամարդիկ են դիմում մեզ հարազատին գտնելու ցանկությամբ։ Բայց ես գիտեմ, երբ են արագանում բոլորի սրտի զարկերը։ Կռահում եմ, ինչի մասին է խոսքը։ Դա այն պահն է, երբ որոնողն ու որոնվողը վերջապես տեսնում են իրար եւ կարոտած գրկախառնվում։ Սա կարծում եմ ավելի արժեքավոր վիճակագրություն է։ Համաձայն եմ, իսկ մեր հաջորդ հայտատուն մեզ դիմելով պարզապես լսել է իր սրտի կանչին։ Դիտենք տեսանյութը։ Իմ անունը իսկականից Վարյա է, ոչ թե Վալյա։ Շատերը ասում են Վալյա, բայց ես իսկականում Վարյա եմ, պապաս իմ անունը դրել։ Մեր պատմության դասատուն ասաց, որ Վարյան էդի կոչվում է Բարբարոս։ Ես Վարյա Ղարամանյանս Գրիգորի փնտրում եմ հորեղբորս աղջկան Նոնային, Գրիգորյան Նոնա Զավենի։ Վարյայի մանկության առաջին հուշերը սկսվում են 1941 թվականից։ Մայրիկը նամակ ստացավ, բացեց ծրարը, մի քանի վայրկյան լուր կարդաց ու սկսեց արտասվել։ Ամուսինը զոհվել էր։ Կրծերքույրը մնաց մայրիկի մոտ, իսկ Վարյային ասացին, որ նա տատիկի հետ ժամանակավորապես պետք է ապրի հորեղբայրների տանը։ Հետո, երբ մայրիկն ամուսնացավ երկրորդ անգամ, Վարյան հասկացավ, որ միասին իրենք այլևս չեն ապրելու։ Տատիկս ինձ չտվեց, ասեց, ես ուզում եմ, որ իմ երեխայի հիշատակը ես պահեմ, որովհետև նամակներում էլ այնքը գրել, որ իմ Վարյայի դաստիարակությունը դու կանես, մամա ջան, ու տենց էլ արել էր։ Ես շատ լավ եմ զգացել տատիկիս մոտ, հորեղբայրներիս մոտ, ինձ ոնց որ ասեմ, վարդի պես եմ պահել, ես շատ շնորհակալ եմ իրանցից։ Ես իմ Նոնայի նկարն է, Գեղեցկուհի Նոնաս, իմ սիրելի քույրիկս։ Վարյան 3 հորեղբայր ուներ, աղջկա եւ կրտսեր հորեղբոր Զավենի տարիքային տարբերությունը փոքր էր, ընդհանուր հետաքրքրությունները շատ, ուստի կարճ ժամանակում նրանք նաեւ լավ ընկերներ դարձան։ 1948 թվականին Զավենն ավարտեց համալսարանն ու մեկնեց Ուկրաինայի Օդեսա քաղաք, այնտեղ ամուսնացավ Թամարա Կասպարովայի հետ։ Նրանք 2 դուստր ունեցան, Նոնան և Լուիզան։ Ամառային արձակուրդներին Վարյան տատիկի հետ միշտ մեկնում էր Օդեսա։ Հորեղբայր Զավենի տունը գտնվում էր տիեզերագնացների 66 հասցեում։ Սև ծովի ափին նրանք փոքրիկ հանգստյան գոտի ունեին։ Նոնան ու Վարյան այնտեղ ժամանակ անցկացնել շատ էին սիրում։ Նոնան դաշնակահար էր։ Աղջիկները երբեմն հարազատների համար երաժշտական երեկոներ էին կազմակերպում։ Էսի մենք Օդեսայում ենք նկարվել, նույնն էլ ես ենք Օդեսայում նկարվել, ամեն տարի որ գնացել ենք, այդ իմ երեխաներն են հորեղբորս հետ միասին նկարված։
Նոնան ինձ շատ սիրում էր, մենք իրար սիրում էինք, ես Օդեսա եղած ժամանակ անգամ ստեղ տենց բաներ չկար, ինքը այնտեղ ինձ միքսեր առավ, նավեր տվեց։ Նենց որ որպես քույրիկներ լավ ենք եղել։ Ես մինչև հիմա իր տված նավերը պահել եմ։ Դե այդ հեռավորությունը թույլ չէր տալիս, որ այդքան մտերիմ լինեինք։ Այն ժամանակ այդ հեռախոսները չկար, որ գոնե հեռախոսով շփվեինք, մեկս մյուսին նկար ուղարկեինք, տեսնեինք, չկար այդպիսի բաներ։ Մենակ գնալուց, երբ որ հարմար էր լինում, հանդիպում էին, այդքան բան։ Լորենու ծաղիկներն են, շատ բուժիչ, լավ հատկություններ ունի, էդ էլ է սև թեյնա, էդ էլ է տենց, հիմա թեյի կլսնենք։ Եվ այսպես տարիներ շարունակ Վարյան այցելում էր հորեղբորը, շփվում նրա ընտանիքի անդամների հետ։ 1970 թվականին Նոնան ամուսնացավ։ Աշխատանքի բերումով նա ամուսնու հետ հաճախ էր բնակության վայրը փոխում։ Աղջիկների հանդիպումներն ավելի հազվադեպ դարձան։ Հորտանը երբ որ եղել է, միշտ էլ հանդիպել ենք, միշտ էլ իրար հետ ենք եղել, միշտ էլ իրար հետ դուրս ենք եկել, խանութներ ենք մանեկել Նոնայի հետ։ Զավենի հետ մենք շատ լավ սերտ կապեր ենք ունեցել, ինքը մեր երեխեքին շատ սիրել հարգել է, մեծ աղջկաս երբ որ ամուսնացրել ենք, ինքը եկել է իր նշան տրեքին, ներկա է եղել, միշտ է կապերը եղել է մեծ հետ։ 1990-ական թվականներին Զավենն ու նրա ընտանիքի բոլոր անդամները մահացան, ողջ մնաց միայն Նոնան։ Որոշ ժամանակ անց նա ամուսնալուծվեց և հերթական անգամ փոխեց բնակության վայրը։ Հայաստանում ապրող հարազատները նրա հետքը կորցրին։ Ոչ մեկի մահը ես չեմ իմացել, որովհետև կապ չի եղել ու ոչ մեկ չի հայտնել։ Հորեղբորից ես մենակ ինքն է մնացել, ուզում եմ գոնե իմանամ, որտեղ է գտնվում, ինչ վիճակի է, ուզում եմ անպայման իմանամ, իմ Արունն է ինքը, կարող է պատահի ես մոռանամ իրան, եթե ինքը ինձ մոռանա, ես իրան չեմ մոռանա երբեք ու երբեք, իմ հորեղբորս երեխան, որը որ ինձ այդքան հարգել, սիրել, ամեն ինչն է կարոտում եմ, մեր անցկացրած օրերը, շատ եմ կարոտում, շատ։ Նոնա ջան, ես քեզ շատ եմ խնդրում, աղաչում եմ ուղղակի։ Ուզում եմ, որ իմանամ, տենամ դու որտեղ ես գտնվում, ինչ վիճակի ես։ Եթե դու կաս, ես խնդրում եմ, աղաչում եմ, որ ներկայանաս, իմաստաս։ Սիրելի հեռուստադիտողներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներ։ Ձեզ համար ուրախալի նորություն ունենք։ Սպասիր ինձ հեռուստանախագիծը ընդլայնում է գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը։ Եվ շատ շուտով մենք կլինենք առաջին ալիք Ամերիկայի եթերում։ Իսկ դա նշանակում է, որ ավելի շատ պատմություններ կունենանք, որոնցում որոնվողները կամ որոնողները Միացյալ Նահանգներից են։ Մենք ուզում ենք, որ ավելի ու ավելի ամրանակապը տարբեր մայրցամաքներում ապրող մեր հայրենակիցների միջև եւ սպասիր ինձ նախագիծը մեզ կապող կամուրջ է դառնա։ Հետևեք առաջին ալիք Ամերիկայի եթերին, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին եւ նորությունների մասին տեղեկացեք առաջինը։ Եվ իհարկե, սպասեք մեզ Միացյալ Նահանգներում։ Չենք հոգնի հիշեցնել ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, որ մեր տաղավար գալիս անպայման բերեք ձեզ հետ լուսանկարներ, որոնք կարող են օգնել ձեր հարազատի որոնման գործում։ Ես արդեն տեսնում եմ տաղավարում մեր հյուրին, որի ձեռքում լուսանկարներ կան։ Հրավիրենք նրան եւ տեսնենք, թե ում են նա փնտրում։ Համեցեք։ Համեցեք։ Խնդրում եմ ներկայացեք եւ պատմեք, թե ում եք փնտրում։ Ես Իրանուշ Եգիբյանն եմ, փնտրում եմ ամուսնուս հորեղբորը, Էմիլ Եգիբյան Արտավազդի։ Նա ծնվել է մոտավորապես 42 թվականին, հստակ տեղեկություն չգիտեմ, որովհետև փաստաթղթեր չկան։ 3 երեխա են եղել, լուսանկարում Էմիլի հայրն է, Արտավազդ Եգիբյանը։ Արտավազդ Եգիբյանը գնացել է պատերազմ եւ չի վերադարձել, կինը Մարիան, ռուս է եղել, դա գիտեմ այդ տեղեկությունները իմ սկեսրայրի պատմելով,
Իսկ Էմիլի մայրը Մարիան մահացել է մալարիայից 35 տարեկան հասակում։ Երեխաները 3 փոքր երեխա մնացել են այդպես, երեխաների հորեղբայրը որոշել է, որ վերցնի եւ պահի։ Իրենք ապրել են այժմյան Ամիրյան փողոցը, այն ժամանակ եղել է կարծեմ Տեր Գաբրիելյան 27։ Հորեղբայրը երեխաներին տարել է Էմիլի մեծ եղբորը եւ քույրիկին, մեծ եղբայրի կեսրայրն է, այդ ժամանակ եղել է 7 տարեկան։ Էմիլը մոտավորապես 1 տարեկան, գիտեմ այդպես, 2 երեխաներին հորեղբայրը տարել է Էջմիածին, իրենց մոտ պահելու, իսկ փոքրին Էմիլին, ում որ փնտրում ենք, Խարբերդի մանկատուն են հանձնել հետ վերցնելու նպատակով։ Հաճախակի գնացել տեսել են հորեղբայրն ու հորեղբոր կինը, իրենց պատմելով գիտեմ այդքան բան, երեխան իրենց հետևից անդադ լաց է եղել։ Մանկատան տնօրենը ասել է հաճախ մի եկեք, որտեվ երեխան ձեր հետևից լաց է լինում, ստրեսային ապրումներ է ունենում, որոշ ժամանակ չեն գալիս, հետո գալիս են տեսակցության, տնօրենը ասում է, որ իբր երեխան մահացել է։ Բայց իրենց ոչ մի փաստաթուղթ, ոչ մի մահվան վկայական չեն վերադարձնում։ Ու այսպես հետո ես որ սկեսրայրիս հարցնում էի, ինչու չեք փնտրել, ինքը ասում էր ոչ մի փաստաթուղթ չունենք, ես ուր գնամ ում փնտրեմ, ոնց գտնեմ։ Հիմա սկեսրայրս դեռ չկա, ամուսնուս ասացի, որ պիտի ես դիմեմ։ Հույս ունեմ, որ մի տեղեկություն գոնե կլինի իր մասին։ Ես ինձ հետ բերել եմ Էմիլի մայրիկն է, Մարիան, այս լուսանկարում, սա Էմիլի հայրիկն է, Արտավազդ Եգիբյանը, որ պատերազմից չի վերադարձել։ Մենք նաև տանը ունեինք 43 թվականի լուսանկար Արտավազդ Եգիբյանի Էմիլի հայրիկի, որ ուղարկել է պատերազմից իր կնոջը Մարիային եւ հետևում նշված էր 3 երեխաների անունները, որ անպայման ցույց կտաս իմ երեխաներին, որ ինձ չմոռանան, Էմիլի, Ֆելիքս եւ Ամալիա Եգիբյաններ։ Եվ գիտեմ, որ Էմիլը մորաքույր է ունեցել 2, մեկը ապրել է Տաշկենտում, ինչ-որ մեծ ընկերության գլխավոր հաշվապահ, անունը Դուսյա, մյուսը Երևանում, անունը Կատյա, բայց իրենց հետ ոչ մի կապ չի եղել, տարիների ընթացքում ոչ ոք իրենց հետ կապ չի ունեցել։ Այստեղ այնքանով է բարդ ամեն ինչ, որ այս պատմությունը Էմիլը հիշել իմանալ չի կարող եւ չկա մարդ, որ իրեն պատմի այս ամենը, քանի որ ոչ հաճախակի հանդիպող ազգանուն է, ոչ շատ տարածված, արդյոք ձեզ հայտնի է այդ ազգանունով է նա ընդունվել մանկատուն։ Այո։ Այդ անուն ազգանունը իր փաստաթղթերով են հանձնել մանկատուն հետ վերցնելու նպատակով, որ մի քիչ մեծանա, որտեվ հորեղբայրը ունեցել է 5 երեխա։ Իրենք էլ միասին արդեն չեն կարողանա պահել, որ ինքը ամենափոքրն է, այդպես հետո մանկատան տնօրենը որ ասել է իբր մահացել է։ Չգիտեմ որքանով է տեղեկությունը ճիշտ, ամեն դեպքում մեծ հույսեր եմ կապում, որ կգտնվի։ Հրաշալի է, որ ինքներդ եք նախաձեռնել այս որոնումը, պետք է հուսալ, որ մանկատնից նույնիսկ որդեգրված լինելու պարագայում ինքը գիտի իր իսկական անունն ու ազգանունը, այսինքն սա միակ ճանապարհն է, միակ ուղին է գտնելու այս մարդուն։ Հակառակ դեպքում ընտանեկան պատմությունն նա իմանալ չի կարող։ Չի կարող, իհարկե, փոքր է եղել շատ։ Մենք շնորհակալ ենք շատ, որ չնայած բոլոր տեսանելի խոչընդոտներին, դուք ուզում եք ձեր ընտանիքի մի մասնիկը վեր գտնել եւ օգնել ձեր ամուսնու ընտանիքին, նրա ազգականներին գտնելու եւս մեկ մարդու, ով կրում է այդ չկրկնվող ազգանունը, հույս ունենանք, որ հենց դա փրկողակ կլինի այս պատմության մեջ նրան գտնելու ազգանունը։ Շնորհակալ ենք շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք լիահույս ենք, որ նա ում փնտրում են անպայման կտեսնի մեր թողարկումը եւ կարձագանքի։ Եթե անգամ չտեսնի, ապա նրա ուշադիր ծանոթները, որոնք հետևում են մեր եթերներին, կհայտնեն նրան այս տեղեկությունները։ Ինչու են մարդիկ փնտրում միմյանց, որ ասեն չասվածը, որ կարոտը այլևս չտանջի, որ պարզապես իմանան նրա մոտ ում որոնում են ամեն բան լավ է, գուցե այս բոլորը միասին, երևի յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ունի։ Մեր նախագծի համար չկան առավել կամ պակաս կարևոր պատճառներ։ Եթե ուզում եք գտնել, ուրեմն մենք կանենք դա, անկախ ամեն ինչից։ Մի կորցրեք իրար, սպասեք միմյանց, հավատացեք ու գործեք։ Եթերում սպասիր ինձներ։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։